Լճի ծոցում և Տավրոսի փեշերին հիմնադրվեց որպես տուշպա Վան քաղաքը Պանծալի։ Վանը մեկն է, այս աշխարհի քաղաքներից հինավուրց, հին հայերի մայրաքաղաք, պատմությունը հուրուբոց, Օսման թուրքի, պարսիկների կռիվներում վայրենի, թատերաբեմ եղավ Վանը, քաջացտունը հայերի, հայաթափվեց թուրքի ձեռքով, դարձավ որբ ու անբարբար, տուշպան չքնաղ, որ կապրի, հանց հայոց Վան։ Այրարատյան արև դաշտում, Արաքս գետի ձախ ափին, Արմավիրը հիմնադրվեց հանց մայր քաղաք Հայաստանի, կենտրոն դարձավ մշակույթի, պաշտամունքի, ամենայնի, որ կառուցվեց Արամայից Թորան ձեռապ նախապետի։ Մերձակայքում անտառներն էին Սոսյաց Նազանի, հիմնվել էին կամքով, սիրով Արամանյակի, Սոսյափումով սաղարթների գուշակություն էին անում, ջերմ հավատում իրենց հողին, սեր ու երազ էին հյուսում։ Երկավառում երասխավարս Այրարատ նահանգի Արաքս գետի լանջին ձեռամբ Երվան դարքայի Երվանդաշատը հիմնվեց հանցնոր ոստան հայ զարմի շքեղ բազմեց միակտուր ապառաշ բլուրին մայր քաղաքը արքունիքով գահով արքայի իր գոյության տարիներին խոշոր քաղաք այն մնաց հայերի հետ անդապրում էին այլ ազգերը գաղթեցված առևտրի և մշակույթի խայտնի քաղաք էր նաև կործանարար ձեռքով պարսից դարձրեցին այն ավեր։ Արարատյան դաշտավայրում մեծ հայք աշխարհի, ջրկիցում երասխ ու մեծամոր գետերի, խաշմերուկում առևտրական տարանցիկ ուղիների, բարեկարգիչ, աշխարհակալ, Արտաշես մեծ արքան, Արտաշատը հիմնադրեց հանց մայր քաղաք, նոր ոստան, շքեղ ու ճոխ սրբատեղի, շեն մի քաղաք հոյակերտ, գրկում ծաղկող այգիների դրախտավայր էր ասես, շրջապատված պարիսպներով, ամրակուռ ու ապահով, իսկ կենտրոնում միջնաբերդն էր, արքայական պալատով։ Արտաշատում էին թողարկում դրամները մեր հայոց։ Մի երեսին Արտաշատ մայրաքաղաք էր գրված, իսկ մյուսին Աստվածամայր Անահիտն էր պատկերված։ Մայրաքաղաք Արտաշատը մեծ կենտրոն էր գիտության, միջազգային, առևտրական, խոշոր հայտնի հանգրվան, ուր գանձարան փողերանոցն էր հայ թագավորության, և տաճարն էր Աստվածտիրի, մշակույթի, դպրության, երկարակյաց եղավ, այո, մայրաքաղաքն այդ հայոց, շքեղաշուկ բագիններով, տաճարներով ճոխուբոց, հայտնի մնաց խոր վիրաբի նշանավոր զնդանով, հանց դպրության աստվածություն տիրի ոսկե արձանով։ Երբ արքայից արքան, զորեղ մայրաքաղաք հիմնեց նոր, հարավային ստորոտին Սասնա լեռների, հռչակավոր քաղաքներից մեկը ծնվեցին արևելքի, Տիգրանակերտ կոչվեց, անշուշտ անունով Տիգրան մեծի, իսկ անմատույց Միջնաբերդը Զարթն էր քաղաքի, նահանգն էր Դաղձնիկի, մեծ հայք երկրի հենց սրտում, ուր հայերն էին ապրում խաղաղ, բազմազգ հայոց տիրույթում, պահեստներով, ախորներով, զինանոցներով, պարսպապատ այդ քաղաքը շեն էր զորավոր, բայց խեղճացավ մայր քաղաքն այդ, մահով արքայի, մի վարչական կենտրոն դարձավ բազում ազգերի, խինդը մարեց, անշուք կորավ փառքը վաղեմի, երբ սուրացին այրուձին, անթիվ վայրած ցեղերի։ 330-ականներին Ձերմամ Խոսրով արքայի մայրաքաղաք դվինը հառնեց հանց գահանիստ Հայաստանի, վաղնջական հին քաղաքը հայոց աշխարհի, որ կառուցվեց դրախտային ծոցում հայոց լեռների, միջնաբերդով իր Պանծալի, պարիսպներով ամրակուր, շրջապատվեց անտառներով, դրախտավայր դարձավ նոր, հպարտ, վսեմ, արևատակ, ոստանը թարաս բլուրին, խոշորագույն քաղաքներից մեկը դարձավ հիրավիր, նաև կենտրոն առևտրական, հայտնի աշխարհի, դրախտային նոր ոստանն էլ կերեց սիրտը օտարների, արաբների, վուզանդացու, սելջուկ թուրքերի, երկրաշարժն էլ չխնայեց, ավերակարեց, բայց շինարար հայի բասկով ելավ ու հառնեց, դվինն ընկավ, անկում ապրեց, ձերման վարյակ մոնգոլի։ Հնամենի հայոց քաղաք, աստվածների կացարան, Ախուրյանի ափին չքնաղ, մայրաքաղաքն էր բագարան, անմատչելի կիրճերի մեջ, պարիսպներով ամրակուր, ապարանքապատ շքեղ քաղաք, ծննդոց անտառներով, անտառներ չէին սովորական, ծիսական էին, պաշտելի, իրենց գրկում սուր պահում էին արքայանիստը հայերի,
գտնվում էր բագարանը Աշարունիկ գավառում, տաճարաշատ սրբատեղի Արարատյան նահանգում։ Երվանդունի թագավորը Երվանդ տուն էր կառուցել, մայրաքաղաք, մի նոր ոստան, հոգևոր տուն հռչակել, բայց կարճ ապրեց արքայանիստը հանց մի նոր, քանզի արքա Արտաշեսյան աշխարհակալը հայոց արքունիքը տեղափոխեց Արտաշատ նորակառույց։ Սակայն եղավ իշխանանիստ, բագարանն աստվածային, հետո աղետ, վայրակ հոմեր պաղ փչեցին տրտմագին, բյուզանդացի, սելջուկ, մոնղոլ, այդ դրախտն ավերեցին։ Անշուք մի գյուղ դարձավ հետո, նախկին փառքը կորցրեց, մնաց միայն հայի սրտում, տրտում հոգին գուրգուրեց։ Մեծայք աշխարհի Այլարատ նահանգի Շիրակ գավառում։ Ուրանի եւ Ախուրյան հայոց գետերն են իրար խառնվում։ Հին ամրոց անին դարձավ նոր փառքը հայ միջնադարի, հառնեց հանց հրաշք, հոյակերտ ոստան, նոր քաղաքամարտ տիեզերական, հրճակվեց որպես հոգևոր դպրոց, մշակած դպրոց, արհեստաքաղաք, եւ դպրոց նաեւ զինագործության ու ոսկերչության, ճարտարապետության ու որմնադրության, մանածագործության, մանրանկարչության կենտրոն գիտության, բազմաթիվ բյուր քրչատներով, դպրատներով, բայց քաղաքն ավաղ հաճախ ավերվեց, կորան ճամփեքին սև արտագաղթի, բազում ձեռագիր մայծյաններ անգին, անբնակ է այսօր մեր ճկնաղանին, եւ Թուրքինն է արդ նահանգում կարսին։ Դեռ մի կարոտ ունեմ անհոգ, տեսնեմ անին ու նոր ներնեմ, լծված կյանքով հազար ազանք, տեսնեմ անին ու նոր ներնեմ, Ախուրյանի ջրերի պես, զմրուխ պեշեր համբուրելով, կարած մի նոր սիրո դղյակ, տեսնեմ անին ու նոր վերնեմ, հազար տարվա կարոտ ունի, իմ երազը հազարաթև, հազար տարվա կարոտ ունի, իմ երազը հազարաթև, աղթեգուս լուր դեր ավերած, տեսնեմ անին ու նոր մեռնեմ, աղթեգուս լուր դեր ավերած, տեսնեմ անին ու նոր մեռնեմ, անցած դարերով չդրած, հող ու հանդով իմ պապերի, հայոց խոփի համբույի տակ, տեսնեմ անին ու նոր վերնեմ, վանացովի ու վանի հետ, ու խարսի հետ ու սևանի, իմ սևանի լույսերի տակ, տեսնեմ անին ու նոր վերնեմ, կրծքի սեղմեմ երթեր սավել, ուղերի դեր սոխակ դառնամ, կրծքի սեղմեմ երթեր սավել, ուղերի դեր սոխակ դառնամ, որպես երկու արդի քաղաք, տեսնեմ անին ու նոր մեռնեմ, որպես երկու արդի քաղաք, տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Look
Sinin sinar havasar akhnare yar Garum yerni zavasar Hari chegar khorod yar Akhnare yar Akhnare yar Nare yar Hari chegar khorod yar Akhnare yar Akhnare yar Nare yar Hari chegar khorod yar Akhnare yar Aror vatsmi bari nos Hori chegar khorod yar Sinin sirar minchev nos Akhnare yar